Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ես ցանկանում եմ փոխել իմ տեղամասային կենտրոնը, որպեսզի կարողանամ քվեարկության օրը քվեարկել։ Քանի որ քվեարկության օրը ես գտնվելու եմ Երևան քաղաքում, իսկ իմ հաշվառման վայրը Վայոց ձորի մարզում է։ Ինչ եմ անում դրա համար։ Մտնում եմ կենտրոնական տրական ազժողի կայք։ Այնտեղ ընտրում եմ ազգային ժողովի ընտրություններ բաժինը։ Գտնում եմ էլեկտրոնային ձևաթղթեր բաժինը եւ գտնում եմ ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակի ձևաթուղթը։ Ներբեռնում եմ ձևաթուղթը։ Ձևաթուղթը ներբեռնելուց հետո լրացնում եմ իմ ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձահաստատող փաստաթղթի տվյալները, Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ թե ոչ, լրացնում եմ իմ հաշվառման վայրի հասցեն, որովհետև նշում եմ, որ ես ունեմ հաշվառում, եւ դրանից հետո ընդհանրապես նշում եմ, որ հաշվառում ունեցող ընտրող եմ եւ ցանկանում եմ փոխել իմ տեղամասային կենտրոնը։ Եվ ընդհանրապես լրացնում եմ այնուհետև, թե որ տեղամասում եմ ցանկանում քվեարկել։ Դիցուք 9 կոտորակ 48։ Մնում է ինձ միայն գրել անուն ազգանունը ներքևում որպես դիմորդ։ Դիմում պատրաստել։ Ինչ եմ անում այժմ։ Մնում եմ իր request հարթակ, նույնականանում եմ իմ mobile ID-ով։ Այնուհետև սեղմում եմ ուղարկել դիմումը, ընտրում եմ դիմումը, ընտրում եմ անհատը, ընտրում եմ էլ post-ի միջոցով ծանուցումելու տարբերակը եւ ընտրում եմ այն մարմինը, ում որ ուղարկում եմ ես դիմումը։ Միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն։ Առաջի տառերը MIG գրում եմ եւ միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն տողը բերում եմ, ընտրում եմ։ Դիմի մեջ ընդհանրապես լրացնում եմ։ Խնդրում եմ կից ընդունել իմ դիմումը ըստ գտնվելու վայրի ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ գցել ֆայլը գցում եմ այն ֆայլը, որը արդեն լրացրել եմ Word տարբերակով ֆայլը առանձին ստորագրելու կարիք չկա գցելուց հետո ֆայլը գնում եմ առաջ հաստատել էլեկտրոնային ստորագրությամբ տարբերակն եմ ընտրում Նորից հավաքում եմ իմ հեռախոսի համարը, որպեսզի նորից նույնականանա։ Ընդունում եմ նույնականացումը, mobile ID-ով, ներբեռնել, այսքանը պարզ։